Բարև ձեզ Սիմոնյան Փոստյութուբյան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ իրավագիտության թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, Սահմանադրական դատարանը ընդդիմադիր ուժերի դիմումները մերժեց, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողեց ուժի մեջ եւ փաստացի ընտրությունների արդյունքները չչեղարկվեցին։ Ինչ կարծիք ունեք ՍԴ-ի այդ որոշման հետ կապված։ Հարգելի պարոն Սիմոնյան, դա միանգամայն կանխատեսելի էր, որովհետև Սահմանադրական դատարանը դարձել է Նիկոլի ձեռի գործիքը։ Չէ՞ որ Նիկոլը նոր ընտրվելուց մի քանի օր անց ասեց՝ «Խի Հայաստանում մտես դատավոր կա, որ իմ ասածը չանի»։ Հիմա այնտեղ բոլորը կամակատարներ են, ծառայում են Նիկոլի կամքին, ցանկություններին, քմահաճույքներին, պահանջներին, շահերին։ Հենց որ ես չեմ զարմանում։ Պարզապես ընդդիմությունը մի քիչ հետընտրական պասիվություն է դրսևորում, որը անձամբ ես դրական չեմ գնահատում, եւ պետք է ընդունել մի բան, որ սա ամենևին էլ այն չի, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Սրան պետք է հաջորդի պայքար։ Հասկանում եք, բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինը չի հաղթել։ Նկարել են։ Վահագն Հովակիմյանն է դարել է Հայաստանի գլխավոր նկարիչը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կոչեցյալը, թե նա ինչ կապ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության հետ։ Ոչ իրավաբան է, ոչ ընտրությունների փորձ ունի, նա ինչ կապ ունի։ Դրա համար էլ այդպես ստացվեց։ Իմ համար կանխատեսելի էր, հարգելի պարոն Սիմոնյան։ Բայց պարոն Պետրոսյան, կարող ենք այս ընտրությունները համարել կայացած, երբ որ փաստացի ԲՀԿ-ին զրկեցին իր մանդատներից, խորհրդարանում ներկայացվածությունից։ Ինքնին ԲՀԿ-ին զրկելը դա հիմք չի ընտրությունները անվավեր ճանաչելու։ Որովհետև այնտեղ հաշվարկների խնդիր կա, դա պետք է կարևորել, բայց արդեն անցել է այդ փուլը։ Սահմանադրական դատարանի որոշումները ենթակա չեն բողոքարկման եւ ուժի մեջ չեն մտնում հրապարակման պահից։ Պարզապես ընդդիմությունը, ես իմ մի քանի տարբեր ելույթներով ասել եմ, չհամախմբվեց, միասին չգնացին, եթե միասին գնային, այսպես չէր լինի։ Ամեն մեկը փորձեց իրեն երևակայել որպես հեգեմոն, որպես առաջնագծում կռվող, առաջնային եւ այսպես ստացվեց։ Հիմա ուշ արդեն, հիմա պետք է հետընտրական պայքար սկսվի, ամբողջ ընդդիմությունը համախմբվի, դուրս գան փողոց, իրենց ընտրազանգվածին հանեն փողոց։ Սա է միացումը։ Տեսեք, հարգելի պարոն Սիմոնյան, օրինակ ընտրարշավը ընթանում էր ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի լուրջ խախտումներով։ Հենց միայն են, որ Նիկոլ Փաշինի հակառակորդները, այն հակառակորդները, ովքեր պոտենցիալ կարող էին տեղ զբաղեցնել ազգային ժողովում, դրանք բոլորը անազատության մեջ էին։ Իսկ ինքը միազգան շրջում էր իր համար քարոզարշավ էր անում, հետո այդ բացի դա, տեսեք, կուսակցությունների մասին մենք ունենք սահմանադրական օրենք, որի համաձայն կուսակցությունը պետք է ունենա գաղափարախոսություն։ Դուք գրագետ, իրազեկ, լրագրող եք։ Դուք տեսաք, որ քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինը մի հատ ծրագրային դրույթ ասի։ Չէ, մենակ նշան էր փակցնում այդ քաղաքացիների երեսին, ընդ որում խոստումներ էր տալիս, որոնք ըստ էության քրեական օրենսգրքի տառացի մեկնաբանման արդյունքում դրանք ենթակա են որակման որպես ընտրակաշառք, բայց քրեական վարույթ չհարուցվեց, չնախաձեռնվեց։ Այսինքն ընտրարշավը անցել է բացահայտ խախտումներով, բայց ընդդիմությունը լռեց այդ մասին, չխոսեց, կոնկրետ քայլեր չարեց։ Մի հատ ինչի չդիմեցին գլխավոր դատախազին քրեական վարույթ նախաձեռնելու միջնորդությամբ, դիմումով։ Չարեցին, այսինքն ինչ որ պետք էր անել, մինչև սահմանադրական դատարանի որոշումը չարեցին իրենք, մինչև ընտրությունների օրը չարեցին։ Հիմա հետին թվով իմաստուն ձևանալը դա հարգելի զբաղմունք չի եւ արգասաբեր չի։ Ես ուզում եմ ձեր թույլտվությամբ անդրադառնալ այդ քրճախմբի որոշ ներկայացուցիչների որոշ հայտարարությունների։ Այո, համեցեք։ Արսեն Թորոսյան, ես իրան ասում եմ միստր ուժս,
Այո։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։ Մարդը բան ու գործը թողել է, ասում է մենք պետքա պարզենք դավաճաններին։ Այ տղա, դու մոռացել ես ինչ ես աշխատում։ Դու ինչ գործ ունես դավաճանների հետ։ Բա ազգային անվտանգությունը, բա պաշտպանության նախարարությունը, ոնց որ առողջապահության ոլորտը վարի տվեցիր, այդքան COVID-ի զոհ ունեցանք, հիմա էլ գնացել ես թարել ես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աթոռին ու ընկել ես դավաճան ես մանգալի։ Թողած սոցիալական ապահովության խնդիրները, որ այսօր Հայաստանում արտագաղթը աճում է, սոցիալական խնդիրները բազմանում են, աշխատատեղեր են մարդիկ կորցնում, այսօր զանգում են դպրոցի տնօրենից սկսած մինչև հավաքարար ասում են եկեք դիմում գրեք ազատվեք, որ իրանց այդ քրճու բալասին բերեն աշխատանքի նշանակի։ Այսինքն խախտված է աշխատանքի իրավունքը, նվազագույն կենսամակարդակի իրավունքը։ Սահմանադրության 84-րդ հոդվածի համաձայն պետությունը պետք է հոգա, որ յուրաքանչյուր տարեց եւ կարիքավոր մարդ ունենա արժանապատիվ կյանք, բայց այսօր չկա այդ հոգատությունը։ Այն անվտանգության խորհրդի քարտուղարը ինչ այն Արմեն Գրիգորյան։ Մարդը գնում է Լեհաստան, հələ խնդրում եմ ուշադիր եղեք, հարգելի ժողովուրդ, հարգելի պարոն Սիմոնյան։ Ասում է գնում է Լեհաստան Ուկրաինայի վերականգնման հանձնաժողովին մասնակցելու։ Այդ աղա դու ինչ գործ ունես այդ հարցերի հետ։ Հայաստանի անվտանգության հարցերը թողած գնում ես Լեհաստան, հենց Ուկրաինայի հարցերով։ Դու ով ես որ գնաս ընդ հարց բարձրացնես, հարց քննարկես, քեզ ով ընդ մարդատեղ կդնի։ Հասկանում եք, հարգելի պարոն Սիմոնյան, սրանք զբաղված են միայն մի գործով, իրանց հետ կապ չունեցող գործերով, մեկ գործով պահեն Նիկոլի իշխանությունը, վերջ։ Ու ում ինչ հանձնարարական տրվում է, գլխակորույս, գլխահակ, աչքերը փակ կատարում է։ Կապ չունի թե իր կարգավիճակի հետ ինչքան կապ ունի։ Նիկոլ Փաշինի խայտառակ հայտարարությունը, բառացի կարդամ, այսօրվա Հայաստանը ամենահաջողված պրոյեկտն է զոհերով եւ զոհաբերություններով։ Դուք հասկանում եք, պարոն Սիմոնյան, սրա ասածը, սրա մտքի ճակերտավոր թռիչքը։ Այսինքն ինքը պարծենում է զոհերով եւ զոհողություններով։ Բա սա երկրի վարչապետի ասելու բան է։ Խայտառակություն ուղղակի։ Կամ են Ալի Սեմինը, կամ որ նույնը Ալեն Սիմոնյանը, ինչ ասում։ Ասում է 8 տարի ավտոմատը ձեռքից կռվել եմ առաջնագծում։ Այդ տղա դու ավտոմատ տեսած կաս կյանքում։ Դուր ավտոմատն ու կռվելն ու հոյես դաս եմ տվել, լավ գիտեմ քո ունակությունները, դու ինչի ես ունակ, ով ես вообще քո էությամբ։ Ինչ ավտոմատ։ Նկատի ունի ազգային ժողովում բանը ղեկավար ա եղել, դա համարում է ավտոմատով առաջնագծում կռվել։ Հիմա ես քեզ հարց եմ տալի, Ալիս Էմին։ Շատ եմ տվել ես հարցը, բայց ավելորդ չեմ համարում կրկնել։ Արա դու այդ 8 տարվա մեջ մի հատ օրինագից, մի հատ կարաս նկայակոչես, որ դու ներկայացրել ես։ Չես կարա, որովհետև չի եղել այդպիսի բան։ Բա դու ինչով ես զբաղվել ազգային ժողովում։ Հարգելի պարոն Սիմոնյան, բազմաթիվ առիթներով ասել եմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1092-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում անհիմն հարստացման համար։ Այսինքն մարդը, որը ոչինչ չանելու դիմաց սնվել է պետական բյուջեից, նա պարտավոր է վերադարձնել այդ գումարները։ Դու ինչ ես արել, որ այսօր օրը միտեղ գործողվում ես, ինչ պրոդուկտ ես ցույց տվել։ Մենք ունենք 2005 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության թիվ 2335 որոշում, որտեղ ասում է, որ գործուղված պաշտոնյան պարտավոր է գալ եւ հաշվետվություն ներկայացնել իր գործուղման պրոդուկտի արդյունքների վերաբերյալ։ Դուք լսել եք այսքան ժամանակ, որ Սիմոնյան Ալենը գա եւ զեկուցի, թե ինքը իր գործուղման արդյունքում հանուն Հայաստանի ինչ արել։ Չեք լսել։ Մի բան էլ չի ամաչում, բառացի ցիտե։ Ասում է այն օրը, որ իր թաղումներ ազգային ժողովում, ծափարություններով, ասում է մենք կերտել ենք երկիր։ Հələ սրանն է։ Արա դու Նիկոլը երկուսով մի ամսում սկի մի հատ հավաբուն չեք կարա սարքեք։ Ուր մնաց երկիր կերտեք։ Երկիր կերտելը ո՞րն է։ Պատերազմ բերելը,
5000 երեխու գլուխ ուտելը, 10000 տղու հաշմանդամ սարքելը, սոցիալական ապահովության խնդիրները խորացնելը, արտագաղթը խորացնելը, որն է երկիր կերտելը։ Դուք հեռու եք երկիր կերտելուց։ Ասում եմ երկուսով մի ամսում սկի հավաբուն չեք կարա սարքեք, ուր մնաց երկիր կերտեք։ Ցավոք սրտի սա է հարգելի պարոն Սիմոնյան իրականությունը։ Այսօր ամբողջ պետական ապարատի մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաների։ Ես քաղաքացիական ծառայողներին չեմ ուզում վիրավորել, չեմ ուզում կպնել, համայնքային ծառայողներին չեմ ուզում կպնել, խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է։ Ուրեմն զբաղված են միայն մեկ գործով։ Եվ այդ միայն մեկ գործի համար այդ գործը Նիկոլին պահելն է, որտեղ իրանք էլ որ մնան։ Իրանք պետական բյուջեից ստանում են միլիոնավոր դրամների աշխատավարձեր եւ պարգևավճարներ, մինչդեռ որևէ ոլորտում, այդ թվում սոցիալական ապահովության, առողջապահության, ժողովրդավարության եւ իրավական պետության կայացման գործում ոչ մի առաջընթաց չկա։ Հենց մենակ այն քաղաքական հետապնդումները, որ այսօր իրականացվում են, իբր թե օրինականության պահպանման անվան տակ, դրանք ակնհայտորեն քաղաքական հետապնդումներ են։ Տեսեք, ես անկեղծորեն ասում եմ, ես հիմա Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի կապ չունեմ, բայց ես անձնական հարց չեմ բարձրացնում։ Սա երևութաբանություն է, ոչ թե անձնական բամբասանք։ Այսօր մտել են իրենց տուն, փողերի լվացման մեղադրանքով խուզարկություն ունենում։ Դա խելագարության կանխավարկածից է։ Փողերի լվացման գործով ինչ խուզարկություն։ Խուզարկություն են անում զենք հայտնաբերելու, թմրանյութ հայտնաբերելու։ Փողերի լվացեք, այդ մարդը բիզնեսմեն է, գործ արել, բերել փողը տունը դրել է։ Այդ եղավ ինչ ես այդում ստուգի ես։ Այսօր արցանից պաշարված է տունը։ Փաստաբաններին էլ չեն թողնում ներս։ Դա ուրիշ արդեն խախտում է այդ իրավապահների կողմից։ Քրեական օրենսգրքի 491-րդ հոդվածի համաձայն փաստաբանի օրինական գործունեությանը խոչընդոտելը դա առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Ոչ մեկ իրավունք չունի փաստաբանի մուտքը արգելել։ Հիմա այս պահին, քանի որ ինքը խուզարկվում է, ինքը փաստացի գտնվում է անազատության մեջ։ Իսկ այդ իմ նշած 491 հոդվածը հստակ ասում է, ցանկացած վայրում անազատության մեջ գտնվողին փաստաբանը իրավունք ունի անարգել, այցելել, տեսակցել։ Այսօր էդ էլ են խախտում։ Այսինքն նորից եմ ասում, դրանք լծված են մեկ նպատակի՝ պահպանել Նիկոլ Փաշինի, հետևաբար նաև իրանց պաշտոնները։ Ուրիշ որևէ առաքելություն, օրինականության պահպանում չկա, գոյություն չունի։ Մենք հիմա ապրում ենք ժողովրդասպանության բաստիոնում, ոչ թե իրավական պետության, ժողովրդավարության, այլ ժողովրդասպանության բաստիոնում։ Երբևէ, հարգելի պարոն Սիմոնյան, որևէ իշխանության օրոք մենք այս թվականակով քաղաքական բանտարկյալներ չենք ունեցել։ Եվ այսօր ում որ տանում բանտարկում են, այդպես անհիմն խուզարկություններ են իրականացնում, դրանք բոլորը քաղաքական հալածյալներ են։ Բայց իրանք պետք է մի բան իմանան, այդ անգրագետները, որ կյանքում ոչ մի բան անպատիժ չի մնում, գալու է նաև իրանց պատժի ենթարկվելու ժամանակը։ Պարզապես մի քիչ շուտ կամ ուշ, բայց գալու է։ Պարոն Պետրոսյան, ուժեղ Հայաստանը որոշել է մանդատները վերցնել, Հայաստան դաշինքը դեռևս հայտարարություն չի արել, այս առումով հանրային արձագանքը տարբեր է, մարդիկ ասում են թող չվերցնեին, մյուսներն էլ ասում են մանդատները պետք կգան փողոցային պայքարի համար, դուք ինչ կարծիք ունեք։ Ուրեմն մանդատները փողոցային պայքարին բացարձակապես չեն կարող պետք գալ։ Ես կարծում եմ, որ պետք է չվերցնել։ Դրանով ստեղծել սահմանադրական ճգնաժամ։ Շատ անգամներ եմ ասել, հարգելի պարոն Սիմոնյան, էլի բայց կրկնում եմ, թող ժողովուրդը նկատի ունենա։ Տեսեք, Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ազգային ժողովը պետք է բաղկացած լինի առնվազն 101 պատգամավորից։ Հիմա եթե ոչ մի ընդդիմադիր ուժ չվերցրեց մանդատները, իրենք իրենցով միայն չեն կարող այդ 101 ձայնը ապահովել։ Հասկանում եք, բացի այդ, Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն
ասում է ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը դե 3 տեղակալ ունի։ Պարտադիր պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։ Եթե ընդդիմադիր խմբակցություն չկա, դա նշանակում է այդ ազգային ժողովը լեգիտիմ չի։ Եվ բացի այդ երրորդ փաստարկը ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք ունենք 2016 թվականի ընդունված։ Դրա մեջ 22 դեպքով օգտագործվում է ընդդիմադիր խմբակցություն հասկացությունը։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Օրենքի համակցված համակարգային վերլուծության արդյունքում ստացվում է, որ եթե ազգային ժողովում ընդդիմություն չկա, ապա այդ ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Հետևաբար, եթե լեգիտիմ չէ, ուրեմն լեգիտիմ չեն նաև նրա կողմից ընդունված իրավական ակտերը։ Ես գտնում եմ, որ ճիշտ է մանդատներից հրաժարվելն է, հասկանում եմ որոշ մարդկանց համար մանդատի բույրը խելացնոր վիճակ է ստեղծում հաճույքից, բայց պետքա վեր գտնվել, պետքա պետական շահը վեր դասել սեփական բարեկեցությունից։ Հրաժարվել մանդատներից կլինեն նոր ընտրություններ, ընդդիմությունը կհամախմբվի եւ ավելի հաջող արդյունքներ կունենանք։ Իմ հարցերս պարվեցին, շնորհակալ եմ շատ պարոն Պետրոսյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, լավ մնացեք։